Բարև ձեզ, շատ սիրելի բարեկամներ, հուսով եմ բոլորդ լավ եք, ես էլ եմ լավ, գործի եմ գնում, օրը չորեքշաբթի է, մոռացել եմ, իբր միկրոֆոն եմ պատվիրել, ունեմ, բայց մոռանում եմ օգտագործեմ, սովոր չեմ, մի քիչ քամի կա, կարծում ձայնս լավ կլսվի, կայարան եմ եկել, որ գործի գնամ, Աշոտը բերեց իջացրեց, ինքը գնաց, անպամած օրամի ձևի, բայց հաճելի է, ցուրտ չի այդպես, անձրևը մեկ գալիս է, մեկ կտրվում է, շատ զարմանալիորեն այսօր դատարկ է, փողոցները բան, չորեքշաբթի օրերը ընդհանրապես լիքն է լինում, դպրոցները որ շուտ են վերջանում, բայց այսօր առայժմ հանգիստ է, այստեղ կարելի է նստել, գնամ ներսում նստեմ, այստեղ կարելի է գնալ նստել, քանի ազատ է, սպասասրահում, մազերս արդեն համարյա ներկելու են, կներկեմ, հաջորդ շաբաթ, ազատ շաբաթ, սա կներկեմ, չոր շաբաթը մեկ եմ դե ներկում, ճիշտ ասած մի քիչ բաց ներկայս, վերջի ներկայս, երկու հատ էի արել, այս նորն էր, որ պետք է ներկեմ էլի նույն գույնից, մի քիչ բաց, բայց երևի փոշմանել եմ, չեմ ուզում, որ բացվի, չգիտեմ, այսպես երևի ավելի լավ է մուգ գույնը, քան բացը, ինչևէ, ժողովուրդ ջան, երեկ աշխատեցի, հանգիստ էր խանութում, մի տարօրինակ հաճախորդ հանդիպեց, միաձուկված զարդարված տիկին էր, ենթադրում եմ, որ տղայի հետ էր, բայց տղան ոնց որ երևում էր հիվանդ է, երևի մտավոր էլի, այդպես զգացվում էր։ Այս կինը ինձ հարցնում, ձեռքը երկու հատ բան էր, նվերի պայուսակն էր, փոքր պայուսակ էր այս կնոջ ձեռքին, երկու հատ, ինքն էլ մի քիչ բարձր, այսպես տանգետ կա, կրունկներով կոշիկներ հագը, մեկ էլ ինձ ասում է, ոտքերս ցավում են, որտեղ կարամ դնեմ այս տոպրակները, փոքր նվերի տոպրակ են, ասեցի ոչ ուտեղ, ասում է, ոտքերս ցավում են, նենց էլ մունատ է գալիս, ոնց որ ես մեղավոր եմ, ով գիտի գնացել է խանութներով, ոտքերը ցավում են, ասեցի, որ ինձանից հեռացնեմ, ասեցի, անվտանգության աշխատողին հարցրա, ասում է, ուր այստեղ չի, ասի ուրա, գնա կասայի մոտ հարցրա, մի կերպ այդպես օձիկս ազատեցի այդ կնոջից, հետաքրքիր է, էլի այդ երկու հատ նվերի փոքր տոպրակների մեջ այդ ինչ ծանրության բաներ էին դրած, որ այդ խեղճ կինը չէր ուզում հետը մանտար մեր խանութում։ Բա այնքան տարօրինակ մարդիկ են հանդիպում, Թեմուից էլի պատվերներ ունեի, մեյլ էին ուղարկել, որ առաքում են, տանել մարդ չկա, հիմա տեսենք ոնց է լինելու։ Այնտեղ կարեի իհարկե հասցե նշեի, որ ուրիշ հասցեում տային, բայց այդ հարևաններն էլ դե աշխատում են այս ժամին, դրա համար ասեցի դե լավ թող բերեն, եթե ասենք այդ պայն իրոք տանը մարդ չի լինի, դեռ տանը մարդ չի լինի, եթե տանեն, ուրեմն ոչինչ, կգնանք փոստից կվերցնենք։ Իսկ այն որ նախորդ վլոգում ասեցի, պատվերը տարանք ուղարկեցինք ետ, դրա գումարը արդեն ետ եմ փոխանցել, 38 եվրո արդեն ետ եմ փոխանցել։ Նախորդ վլոգից տակ գրել էի խնայող եմ, որ Ամերիկայում մարդիկ դուրս են դնում, Եվրոպայում այդպես չի, ճիշտ է, Եվրոպայում այդպես չի, բայց ասեմ, որ Գերմանիայում էլ էին շատ դուրս դնում, Բելգիայում ապրանք դուրս չեն դնում, լավ բան չեն դնում, Բելգիան աղքատ է էլի այդ առումով, ես այդ մի անգամից զգացել եմ, Ամերիկան ոչ ես համեմատի Եվրոպայի հետ բնականաբար, Ամերիկան մնում է Ամերիկա հզորագույն երկիրը, իսկ բացի դրանից ընդհանրակ հզոր Ամերիկայում քաղաքից քաղաք տեղափոխելու համար ծախսեր է այդ ամեն ինչը հետները տեղափոխելը, ավելի հարմար է երևի որ նորը գնեն, քան թե այդ տեղափոխեն դրա համար էլ դուրս են դնում։ Իսկ այստեղ փոքր Բելգիան ինչ է, փոքր Բելգիան շատ փոքր, մի քանի ժամ ամբողջ Բելգիայում ման կգաս մեքենայով։ Այստեղ այդպես չի, այստեղ այդպես հիմնականում այդպես օգտագործած բաները շատ քիչ են դուրս դնում ու որ երևի ալարմ են տանեն թափեն այդ աստիճան վատնա։ Հիմնականում տանում են երկրորդ ձեռք խանութներին կամ մարքեթպլացում, ոնց որ ես եմ սառնանը դրել վաճառքի, այդ ձևով են վաճառում։ Բնականաբար եթե ես 6-7 ամիս առաջ փող եմ տվել առել եմ,
ես էլ ուզում եմ վաճառեմ ու նորմալ է, շատ նորմալ է, որովհետև այդ փողը, որ ես աշխատում եմ, շատ դժվարությամբ եմ աշխատում, դուք էլ եք տեսնում, ինչքան դժվարությամբ եմ ես աշխատում, գնում գալիս գործի, ինչքան երկար դժվար ճանապարհ եմ գնում։ Ինչևէ, խնայելը միշտ պետք է, սիրելիներս, միշտ պետք է, եթե անգամ, չգիտեմ, ինչ հնարավորություններ ունեք, մեկը խնայելը պետք է։ Չգիտեմ, ես դրա կողմնակիցն եմ, որովհետև այն որ կարաս խնայես ու ուրիշ բաների վրա ծախսես, հատկապես եթե երեխաներ ունես, թոռներ ունես, վերջը մեծ ընտանիք ես, կարաս ինչ-որ մեկին օգնես, մի բան անես, ինչի չխնայես։ Այդպես սիրելիներս, այդ էլ խնայողությունների պահով, որ հա, ես խնայող եմ, առանց խնայել չի լինի։ Միանգամից ոչ մի տեղից չի գա կլոր գումար ընկնի ձեռքերս, պետք է խնայենք, այդպես է, պետք է խնայենք, ինչ-որ բաների համար պետք է լինում գումար ունենանք, նորմալ է, առանց փողի ամեն ինչ փողի համար է արվում, չէ՞, ես ամեն ինչը անում ենք անում փողի համար, աշխարհում ամեն ինչ կատարվում է շահի ու փողի համար, անգամ մեծ պետությունները դրա համար են իրար հետ պայքարում, աջ ձեռքով որ պահում եմ հեռախոսը, ուսս արդեն ցավում է, այդ ձողը չեմ վերցնում, հետս որ ավելորդ բան չանեմ, որովհետև պայուսակս արդեն լիքնա, մեծ պայուսակա ու լիքնա, էլի բաները երեք առել, որ սիրուն ջինսից յուբկա բան էին մեր մոտ երեք ստացել, առա, հիմա ուզում եմ, յուբկան լավ եղավ, բայց մի երկու բան կար, որ շալվար էր, որ մեծ եղավ, ինչ երել ենտեղ, մի մայկա էր ամառային, դրանք ուզում եմ տանեմ փոխեմ, երեք որ ծալում էի սիրուն մայկաներ եմ տեսել, տանեմ փոխեմ նրանցից կվերցնեմ։ Դե որպեսզի դեքան որ չեմ հասցնի փորձեմ խանութում, բնականաբար էլի կբերեմ տուն, երկու ռազմեր կառնեմ, բերեմ տուն, փորձեմ ու որը որ չի լինի ետ կտանեմ։ Այդպես սիրելի բարեկամներ, Բրուսել գնացող գնաց ոնց աղմկում Իմ գնացքին դեռ մի քիչ ժամանակ կա, այսօր մի քիչ շուտ դուրս եկանք, որ Աշոտը գնալու էր հանդիպում ուներ, բնականաբար իր հանդիպումից որպեսզի չուշանար, ասեցի մի քիչ շուտ դուրս գանք, ոչինչ ասեցի, ես կսպասեմ կայարանում, որ գնաս դու էլ չուշանաս պայմանավորված ժամից։ Գրել էի, հարցրել էի, իհարկե տարբեր, այնտեղ մի քանի տարբեր վիդեոների տակի հարցեր կան, հարցրել էի դեմքի խնամքը ոնց եմ անում, որ մաշկս լավ է, առանձին ցույց կտամ ինչ եմ անում, ցույց տվել եմ երբ որ առել եմ, բայց էլի ցույց կտամ կոնկրետ ես ոնց եմ անում, առավոտ իրիկուն ոնց եմ դեմքս խնամում։ Մի վիդեոյի տակ հարցրել էի բարեգործություն անեմ ու տանեմ ծառի կոճղի մեջ հող լցնեմ, որ այդպես դատարկ չմնա, չեմ կարող դա անել, ես իրավունք չունեմ, որովհետև դրա համար ինձ կտուգան են։ Ոչ մեկ իրավունք չունի տանի քաղաքապետարանի պատկանող, քաղաքին պատկանող այգու տարածքում ինչ-որ ինքնագործունեություն անի, ես չեմ կարող այդ անեմ ժողովուրդ ջան, ինչքան էլ ուզենամ, չեմ կարող անեմ, որովհետև տուգանք կստանամ դրա համար։ Այստեղ տուգանքներն էլ Աստված տվել չի խնայել, գիտեք, այնքան բարձր է։ Մի անգամ ես տուգանել են, ասել եմ մի անգամ մի տեսանյութի մեջ, աղբը սխալ տեղում դնելու համար, ես մեր տան դիմացից մի քիչ եկոմ դնելու համար ու 750 եվրո դրա համար տուգանք ենք մուծել, դե պատկերացրեք։ Այն ժամանակ դեռ իմ աշխատավարձը 900 քանի եվրո էր, 1000 եվրո էլ չկար, որից 750-ը տուգանք էր, տուգանք դիմացեինք։ Ինչևէ, այդ ամեն ինչի համար պետք է խնայել, չգիտես երբեք ինչ կլինի, ոնց կլինի։ Մեկ էլ մի տեղից մի ծախս դուրս է գալիս, խոշոր ծախս է դուրս գալիս, որ չէի նախատեսել, էլի։ Այդպես սիրելի բարեկամներ, դեռ 4 րոպե կա, որ իմ գնացքը գա, տեսենք այսօր խանութում ոնց կանցնի, չորեքշաբթի օրերը շատ լիքն են լինում։ Հիմնականում բոլոր գործերը խանութում հաճույքով անում եմ, դե գործերը ինչ է, կամ բաժնում եմ կանգնում, կամ կասա եմ գնում անում, կամ այդ հանդերձարանից, որ մարդիկ փորձում են, կամ կասայի մոտից, այդ որ բերում ետ են տալիս, այդ հագուստը մենք նորից տանում ենք խանութի մեջ իրաց տեղ մենք դնում։ Կամ այդ գործն եմ անում, կամ էլ հանդերձարանում ենք կանգնում, ասենք, որ մարդիկ ուզում են մտնեն փորձեն, հաշվում ենք, նայում ենք ինչքան շոր են տանում ու հաշվում նայում ենք ինչքան են ետ բերել։
Բայց այդ վերջի գործը չեմ սիրում, որովհետև մի քիչ իմ համար շատ ստրեսային է, այդ չեմ սիրում, մնացածը հաճույքով անում եմ։ Հատկապես կասայում, որովհետև մարդկանց հետ շփվում եմ այդպես, հաճելի է, արագ անցնում ժամանակը, մեկ մտածում եմ, ասեմ մենակ կասա անեմ, հետո մենակ կասան էլ է դժվար, որ ասենք 6 ժամ կանգնես մենակ կասա անես, իրոք էդ էլ է դժվար։ Եղել այդպիսի դեպք, որ ասենք օրեր է եղել, մենակ կասա եմ արել 6 ժամ, էդ էլ է հոգնեցնում, անդադետ ուշադիր լինելը, որ գումար բան ճիշտ ասել, ամեն ինչ ճիշտ անես։ Մի կին էլ մտավ սպասասրահ, նկարահանումներից խանգարեց, ասեցի, ես դուրս գամ, հերիքան ինչքան ես նստեցի, թող հիմա էլ ինքը նստի։ Այստեղ մոտիկ ռեստորան կա, ոնց որ ճաշերի հոտը տարածվել է, մինչև այստեղ հասել, այսօր մի քանի տարբեր տեսակի ճաշ ունեինք մենք, այսպես ասած, տարբեր տեսակի։ Իմ գնացքը հաղորդեց ուշացում 10 րոպե, լավ չի, որովհետև գործ ունեի խանութում, բայց գործերս պետք է անեմ, ուզած չուզած պետք է այս շորերը հետս չեմ տանելու, հետ բերեմ, ուզած չուզած պետք է հետ տամ, ինչ անեմ, մի քիչ որ ուշանամ էլ ոչինչ։ Ահագի սառն է հիմա, այդպես ժողովուրդ ջան, հիմա երևի հրաժեշտ տամ, չեմ կարողանա էլ նկարեմ, կարծում եմ, կամ էլ իրիկունը գործից հետո կհանդիպենք, տեսնեմ ոնց կլինի առայժմ։
Գենթ ասա ժողովուրդյան գենթում էլի անպամած մռտնած եղանակա հետս միկին էսիմ աշխատանքային օրերին մեր քաղաքից գալիս է Գենթ։ Ես արագ գալիս հասնում եմ տրամվայի կանգառ, ինքը էնա քայլում է գալիս է։ Երև ինքն էլ է աշխատում իմ նման էս կողմերում։ Ամբողջ ընթացքում գնացքի մեջ գիրք է կարդում։ Այդպես ժողովրդյան տրամվայը դեռ չի եկել, սպասեմ մինչև գա։ Այստեղ լավ եռուզեռ է, շատ զբոսաշրջիկներ կան։ Ինչև է ժողովրդյան անջատ եմ, այստեղ հարմար չնկարելը, կհանդիպենք։ Ես արդեն գործից հետո է սիրելիներս, գնացքը կանգնած է, եկել եմ նստեմ, մնում է 3 րոպե որ շարժվի, բայց լավ էր հասցրի, տրամվայի ուշ եկավ, դրա համար մի քիչ ստրեսային էր, որ գնացքը բաց չթողնեմ հանկարծ, թե պետք է կես ժամ սպասեի հաջորդ գնացքին։ Առևտուրը դատարկենք, ժողովուրդ, այստեղ սուրճ էի խմել գնալուց առաջ, հիմա թողնեմ մի քիչ ծառի, մեկ այս սուրճը գոլ վիճակում եմ խմում, այդ ընթացքում, այս ինչ էլ համով սուրճ է, այդ ընթացքում առևտուրը միասին դատարկենք։ Իմ ջուրն էլ ինչպես միշտ, ես ուր գնում եմ, ջուրը պետք է իմ հետ լինի, թե տանը, թե դրսում։ Ուրեմն հերթով դատարկենք, ժողովուրդ ջան։ Խառն ենք լցրել պայուսակների մեջ, տեսակ իրար հետ արագ լցրեցինք, միջուկ եղեն, նուշը ակցիոնից առած արդեն լցրել եմ ջրի մեջ, թռչել եմ որ մնա, լվանամ, սա այլ կավելացնեմ, այստեղ վերցրել եմ խոզապուխտ, վիչինա, ձու, այս հրաշք բանը ժողովուրդ ջան, հրաշք բանը շատ սպիտակուցներով, սառած բանջարեղենից, սա բրոկոլինա, սառած ավելի հարմար է, որովհետև շուտ չի փչանում, դե թարմել եմ միշտ առնում իհարկե, այստեղ ծովամթերքից մուշել ենք վերցրել եփած, աշոտը սիրում է, մոցարելա 2 հատ, հեղուկ յոգուրտ էլի, 2 հատը գցեցի մեջից, այս խոզի միսը աշոտը վերջնա սիրում է, այս սրանով է ինքը միշտ կարտոֆիլը տապակում, կարտուշկի ժարի տանում, այսպես ասած, հայերեն ասած, սիրում ասենց կեսը սալ, կեսը միս, ասել եմ ինձ չքաշես քո կարտուշկա ուտելու գործերի մեջ աշոտ ջան, ես չեմ ուտելու, որ չչաղանամ, սա էլի խոզապուխտ, ակցիա էր դրված XXL չափսը, 3 եվրո էր ինչ էր, այստեղ վերցրել եմ հնդկահավի երշիկ, իմ ու Քսենիայի համար, քերած պանիր, սա հնդկահավի թևեր են, արդեն համեմած, ես չեմ սիրում համեմած, բայց քանի որ հնդկահավեր վերցրինք, եգիպտացորեն, մաքրած լոլիկ 2 հատ, ձուկ, ֆիլե ամենա, սառած կանաչ լոբի, գազար, այս պայուսակը դնենք այս կողմ, հիմա հաջորդ պայուսակը վերցնենք, ժողովուրդ ջան,
Այ, ծանր է։ Վարսակի փաթիլներ։ Ես հիմա արդեն սովորել եմ անընդհատ նայում եմ սննդային արժեքին, սա էլ հարուստ է մանրաթելերով, հա, մանրաթելերով հարուստ է, այս շատ լավ է աղիների համար, ժողովուրդ ջան, մանրաթելերը։ Այստեղ վերցրել եմ կատնաշոր, համով են սրանք շատ, ինչ բաներ, քուրի պուդր, քրքումի փոշին վերջացել էր, տանը մի հատ դրանից եմ վերցրել, չնայած Լիդլինը չգիտեմ դե ինչքանով է որակով, բայց մի հատ վերցրել եմ մի փունջ լոլիկ, դեղց, կասկածելի համի, այստեղ թթվասեր, այստեղ սառած սպանակ, սրա այս սառածի հարմարն են, լավն են, որ ստիպված չես ամբողջությամբ եփես, էլի թարմը պետք է եփես, որ չփչանա, իսկ ես ինչքան պետք է, մի փոքր կօգտագործեմ, մնացածը էլի սարսախցիկ կդնեմ, այստեղ վերցրել ենք հավի բտիկներ, սա նրբերշիկ, ջեռոց դնելու համար, աշոտնասիրում, սերուցք ջաշի համար, վերցրել եմ ցածր յուղայնությամբ 7% անոց, սառած ծաղկակաղամ, ասեմ, որ Լիդլում շատ դարակներ դատարկ էին, ժողովուրդ այսօր, էլի հավի բտիկներ, պանիրների տեսականի եմ վերցրել այստեղ, մի րոպե մի կում սուրճ խմեմ ու շարունակեմ ժողովուրդ ջան։ Սա սաղմոն ձուկ եմ վերցրել, ամենալավ ձկներից մեկը հարուստ է օմեգա 3 ճարպաթթուներով, որը որ շատ լավ է սրտի համար։ Երկու հատ տոֆու, արդեն որոշել եմ, ես ասեցի, չէ, պետք է ես էլ սկսեմ օգտագործել սոյայից պատրաստված բաներ, ժողովուրդ ջան, քիչ, բայց կօգտագործեմ։ Հաջորդ պայուսակը սա բուսական սպանախով ու պանիրով պատրաստված բուտերբրոդի համար նախատեսված այսպիսի բաներ են, մի հատ սալատի թերթիկներ, մի տեսակն էլ դրել էին լրիվ փչացած, հազիվ մի հատ մեջից ջոգել գտել վերցրել եմ, դե սա մեր մարուլն է, հազարը, այս ձևը այստեղ, այս, մի հատ էլ սերուցք, այս սերուցքն էլ վերցրել եմ սունկ ունեմ, որ սոս պատրաստեմ սնկով, նաև հավի կրսկամիս կարելի է գցել մեջը, էլի թթվասեր, այս թթվասերից որոշել եմ ես էլ չուտեմ, որովհետև տեսեք 30% անոց, շատ համով է, բայց դե շատ յուղոտ, ընկույզ, որը կգնա հիմա լողանալու, դնեմ այս միչուկի հետ, Աշոտ այսօր առավոտ ասում է, իմ համար խաչապուրի կսարքես, ասեցի, ոնց չեմ սարքի, Աշոտ ջան, բա իմ ուստան մի բան ուզի ես չսարքեմ, այս խմորներով է սիրում, վերցրել եմ, բաներել եմ վերցրել, խաչապուրի կսարքեմ, այս մեր սիրած ձկներից, երկու հատ, էլի պանիր, ռեբլոխոն կոչվում է, դելյուքս, այս ֆետա պանիրներից մեր անքաշ պանիրը, ես այս պանիրները աղցանի մեջ այդքան շատ չեմ սիրում, մեկ սարքում եմ աղցան,
այսպես սև ձիթապտղով ու լոլիկով, բայց այդքան շատ չեմ սիրում, այսպես ենք հիմնականում ուտում, էլի սոյայի կաթ, այստեղ վերցրել եմ բուտերբրոդի պանիր, քիչ յուղայնությամբ, լոբի, քանի որ տանը հատիկ լոբի հիմա էլ չունենք, ոչ էլ սարսախցիկում, մինչև կգնանք կառնենք, այս լոբիներից 2 հատ վերցրել եմ, դե սրանք այս փակասների մեջ շաքար է պարունակվում, բայց 2 հատ վերցրել եմ, մեկ չի խանգարի, սև ձիթապտուղ, Քսենյան էլ ա ուտում, գիտեք ձիթապտուղ ժողովուրդ, հա, նուշ ես վերցրել էի, Աշոտը երևի չգիտեր, մի հատ էլ ինքն ա վերցրել, ոչինչ կլվանանք, նուշն էլ շատ լավ է, շատ օգտակար է, օրը մի քանի հատիկ նուշ ուտելը, էլի քերած պանիր, բանան բնականաբար, բանան շատ օգտակար է, ուղղակի կալորիաներն են շատ, այստեղ վերցրել եմ ամբողջ հատիկի ալյուր, օրգանիկ, տանը էլ չունենք, ասեցի մի հատ վերցնեմ, ցորենիա, այսպես ժողովուրդ ջան, հիմա հաջորդ պայուսակը, այստեղ դեմ մի հատ զուգանի թղթերից ենք վերցրել, սա եթե չեմ սխալվում 3.50 արժի, վերջի պայուսակը, ոյ, այդ ծանր է, քաղցր պղպեղը, կարմիր պղպեղը ավելի էժան էր կիլոն գալիս, քան այն գունավոր, որ դրած է 3-ը իրար հետ, բայց կարմիրը շատ ավելի լավն է, քան գունավորը, կարմիրը ամենալավ պղպեղն է, հասած, 4 հատ վերցրել եմ, շատ սիրուն պղպեղներ են իդեպ, կիվի, ավոկադոն դրված էր զեղչ, 4 հատը իրար հետ, 4 եվրո, մի հատը մի եվրո էր գալիս, միշտ ավելի թանկ է լինում, այս էլ 4-րդը, այստեղ տեսեք ինչ եմ առել, ժողովուրդ ջան, ահորնը հայրեն թխկին ա կարծեմ, թխկու սիրոպ, թխկին ա թե կաղնի ժողովուրդ ահորնը, սիրոպն եմ վերցրել, այսպես pancake, որ սարքենք, սրանով կարանք ուտենք, որ մեղրով չուտենք, շատ բան չանենք, էլի, քաղցրը փոխարինելու համար, էլի, կարելի է ինչ-որ բաների մեջ, շաքարավազ բանի փոխարեն ես լցնել, մեղր նախկինում շատ էինք օգտագործում, բայց հիմա այդքան շատ չէ, ես շատ եմ սիրում, բայց մեկը շատ էլ չեմ օգտագործում, այս սիրոպը, օշարակ, կիտրոն, առանց կիտրոնի անհնար է մեր առևտուրը, 2 հատ մածուն, մի հատ էստեղ սարքեմ, ժողովուրդ ջան, հունական յոգուրտ, էստեղ վերցրել մնաց 2 հատ լվացքի հեղուկ, գունավորի եմ վերցրել, սրանք արժեն, միամանը արժեր 5 եվրո, քանի լվացքի համար է, 40 լվացքի համար է նախատեսված, սպիտակի ունեի, 2 հատ վերցրել եմ գունավորի ու վերցրել եմ խնձոր, դիտավորյալ վերցրել եմ այս գույնը, որ շատ քաղցր չլինի այս տեսակը, այսքան առևտուր էինք արել, իմ սիրելի բարեկամներ, այստեղ վճարեցինք մոտավորապես, հիմա կտրոնը նայեմ, ասեմ 173.95, բայց ասեմ, որ ահագին բան առել ենք, ահագին կհերիքի, մսեղեն էլ կատանը, այսքան բան սիրելի բարեկամներ, միջուկեղենը, ինչպես միշտ թրջել եմ, որ լվանամ, մի քիչ մնա այսպես մի կես ժամ, լվանամ հոսող ջրի տակ, փռեմ չորանա, կարելի է նաև ջեռոցում չորացնել, բայց ես այսպես չորացնում եմ, որովհետև ասեմ, որ մի 2 անգամ ջուրը արդեն թափել փոխել եմ, էլի կեղտոտ է, բայց այնքան կեղտոտ էր, չդիմացա, 2 անգամ թափեցի մաքուր ջուր լցրի, բայց հիմա էլի կթողնեմ մի քիչ։